Հարգելիներ, զատիկի նախապատրաստական աշխատանքներն այս են զգուշորեն թեթևակի ճաք ենք առաջացնում և սենց զգուշ կլպում ենք այսպիսի փոքրիկ անցքաբացվում և զգուշորեն ձուն թափ տալով մեջից դուրս ենք հանում և սրա մեջ լավ լվանում ենք, թողում ենք չորանա շատ զգուշորեն, քանի որ ձվի գեղևը շատ նուրբ է, չկոտրվի, ճաք չառաջանա և հետագայում մենք պիտի լցոնենք ցորենով այս փոքրիկ ձվիկները և այսպես Հարգելիներս, մեր նախապես մաքրած, լվացած ձվիկներից գեղեցիկ ծաղկային կոմպոզիցիա ստացանք և սա նույնպես կզարդարի մեր տոնական զատիկի սեղանը։ Նայեք ինչ սիրուն են ստացվել։ Դուք կարող եք տարբեր ծաղիկներ տեղադրեք, փոքրիկ կեսով չափ ջուր եք լցնում ձվիկների մեջ և ունենում եք բարձր տրամադրություն, զատիկի գեղեցիկ սեղան, սա էլ ասեմ ևս մի տարբերակ է։ Քանի որ զատիկը հայ առաքելական եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկն է, բոլորս ձգտում ենք գեղեցիկ զարդարենք մեր սեղանները և բոլորի սեղանները միշտ տարբեր են լինում, գունագեղ, սիրուն, տարբերվող, սա էլ մի ինչ-որ նոր տարբերակ։ Սա էլ գիացինտով տարբերակն է, իդեպ ասեմ գիացինտը շատ ալերգիկ, գլխացավ, գլխապտույտ առաջացնող ծաղիկ է, իրան խորհուրդ չեմ տա տանը ծաղկամանի մեջ ունենաք, սա ուղղակի դիզայնի համար ես իմ այգուց մի քանի ճյուղ պոկեցի և ասի տարբերակը սիրուն նկարեմ ցույց տամ